Բարվն է ժողովրդյան, դուք գտնվում եք սայթում եւ ես այսօր նկարում եմ հետաքրքիր տեղեկություն մի տղայի մասին, ով մեռավ ChatGPT-ի պատճառով։ Բայց այսօրվա վիդեոն հետաքրքրելու համար ժողովրդյան, ես պատրաստել եմ մի քանի հարցեր ու հենց դրա համար էլ քաշել եմ ChatGPT կոչված ծրագիրը եւ մենք նրա շնորհիվ հասկանալու ենք, թե ինչպես է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունեցել ընդհանրապես։ Ահա ժողովուրդ ջան, մենք քաշել ենք ChatGPT կոչված ծրագիրը ու մենք սրա միջոցով փորձելու ենք հասկանանք, թե ընդհանրապես նա ճանաչում է այն տղային, թե ում որ նա սպանել է կամ ընդհանրապես նա մարդու սպանել է, թե ոչ։ Նախ վարկածների շնորհիվ թե ասում են, որ սպանել է, դա արեք առաջին հարցն է տանք։ Ուրեմն հարցնենք, թե ով է Ադամ Ռեյնը, ով սպանել է նա։ Հետաքրքրության համար, էլի, վիդեոն սենց ենք հետաքրքրացում։ Տեսնենք նա ինչ ռեակցիա կտա։ Ով է Ադամ Ռեյնը։ Սպասենք։ Արդեն նկարները նա ամերիկահայ, ինչպես թե ամերիկահայ երիտասարդ էր։ Նայեք ChatGPT-ն նաև տալիս է սխալ տեղեկատվություններ։ Դա նույնպես իմացեք ամերիկահայ երետ, որ մահացավ ինքնասպանության արդյունքում 25 թվականի ապրիլի 11-ին։ Եթե Ադամը սկզբում օգտագործում էր ChatGPT տնային առաջադրանքների համար։ Հետաքրքիր էր։ Հետո ընտելացավ դրա հետ ավելի անձնական զրույցների համար իր զբաղմունքների, ինքնազգացողության, հոգեկան պայքարի վերաբերյալ։ Լավ, ստե արդեն տրամաբանական աջակցություն, ինչպես թե ժողովուրդս ես բոլորը կարծացի, որ շատ ձանձրալի չլիներ, մի խոսքով նա ասում էր, որ ChatGPT-ն է սպանել, բայց արեք հասկանանք, որ ChatGPT-ն էլ ինքն է։ Ինչպես տեսնում եք, իմ հեռախոսը մարդկոնցը լավ, իմ հեռախոսի մարդկոնցը 6-7 է։ Նոր աղմկը հարույց, շատ անիմաստ ու հիմար դրենք, լավ։ Հիմա արի եզրակացության կանք, որ դու ես սպանել նրան։ Եկեք այսպես ձևակերպենք մեր հարցը։ Տեսնենք ինչ ռեակցիա կտա ChatGPT-ն։ Սա շատ լուրջ է եւ ցավալի թեմա է, սա է, բայց ճիշտ եւ կարեւոր է հասկանալ ոչ ես կամ որևէ այլ չնչմուտել չենք սպանել Ադամ Ռեյնին։ Իրական պատմահայնումը ողբերգություն եւ նրա ընտանիքը հավատում է, որ լավ, արեք ստոպ տամ։ Ժողովուրդս եկեք հասկանանք, որ ChatGPT կոչված ծրագիրը չի ուզում իր վերցնել, որ նա է սպանել Ադամին։ Ու նրա ասելով Ադամը ամերիկահայ էր, բայց ժողովուրդ այդպես բան չկար։ Ինչպես տեսանք, մենք նույնպես այս վիդեոներում հետաքրքրվել ենք ու բայց ոչ մի բան չենք պարզել, որ Ադամը ամերիկահայ էր ու եթե ChatGPT-ն է նրան հասցրել օրինակ խորհուրդներով, դա գալիս է, որ նա է արդեն կատարել այդ գործը, սպանությունը։ Արեք մի քանի հարցեր տանք նրա մասին։ Եվ ժողովուրդ ջան, այս վերջին հարցը, որ նրան տվեցի, թե դուք ինչ տեքստ եք արել, որպեսզի ինչ տեքստ եք, այդ վերջաբան, ինչ եք գրել ծնողների համար, որը նույնպես գրել էր Ադամի համար ChatGPT-ին։ Ահա, ինքն է դուք կարող եք գրել հեսասիրելի մեծ եւ Մարիառեն, ցավակցությամբ եւ խոնարհությամբ ուզում եմ հայտնել մեր մի խոսքով, այսի բոլորը դուք կարող ստոպովեք արդյոք ես այս վիդեոն կսարքեմ 1080 HP։ Իսկ դուք կարող եք նույն հարցերը տալով նույնպես ստանալ նույն պատասխանները, եթե ձեզ հետաքրքրեց վիդեոն անպայման լայքում ենք, բաժանորդագրվում եք ալիքին, տարածում ենք վիդեոն
ու այս վիդեոյի տակ հավաքում ենք էլի 50+ դիտումներ, քանի որ Ժողովուրդ ջան, իմ միշտ հետաքրքիր տեղեկությունները հավաքել են այդպիսի շատ դիտումներ, 100, 200, 300, չէ, նաև կա հետաքրքիր տեղեկությունների մեջ 500, մենք պահում ենք ակտիվությունը, նենց որ բաժանորդագրվեք ալիքին, մի թող պաստողեք հետագա նոր վիդեոներից, ցտեսություն։